Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց եւ Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում եւ Հայաստանի ազգային ժողովում շնորհավորում էին իրար եւ այդ շնորհավորանքներից հետո ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցավ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան։ Եթե հիմա 10 օր առաջ ասեինք, որ տեղի են ունենալու սուր իրադարձություններ, այս ամենը չնայած ասել ենք։ Ենթադրում եմ ազգային ժողովում այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շատ ակտիվ էր եւ տալիս էր գնահատականներ, թե դրա հետևանքները ինչ էր լինելու, եւ բայց ի հեճուկս այդ գնահատականների եւ զգուշացումների մարդիկ իրար շնորհավորում էին, ասում էին, որ հիմա տեսեք ինչ են անելու Ղարաբաղում, հաջորդիվ ինչ են անելու Հայաստանում, եւ ես ուզում եմ հաստատել դա, որ նրանք այն ինչ որ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում, եւ այդ մարդիկ ընդ որում նրանց մի մասը Հայաստանում իշխող շրջանակների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, բառից բուն իմաստով փախան Ղարաբաղից, ընդ որում ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք եւ թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։